Զանգերի հողանջն արդեն քունքերի սախվում։ Դες երկու ժամ է արդեն տնքում ողվում են։ Բոլոր գյուղերի քահանաները եկել էին։ Մեր եկեղեցին է լավ մաքրել, կարգի են բերել։ Էսի առաջին աղոթքի ժամանակ Մագդալենա ուշ գնաց։ Մագդալենա միակն է, որ սիրում է հորը։ Հայրն էլ նրան է սիրում։ Փառք մեծ Աստված, վերջապես մենակ մնացինք։ Եկել եմ մի բան ուտեմ։ Եթե Բեռնադան տեսնի։ Ինքը ջուդում ուզում եմ ենք հետ սովից մեռնենք։ Դուխ պատով է տալիս։ Բրեն, երաշիկի կարած արդեն բացել եմ։ Սիկի չինց չես տապանցյա, տանիմաղջկաս։ Վերցրու, մի բուր եմ սիսր վերցրու։ Այժան գլխի չի ինքնի։ Բեռնադա! Բարավն է, դուրը պակել ես։ Երկու անգամ պտտել եմ բանալին։ Լինգդեր պիտի պակես, այդ պարոյի մատները ոնց որ ագրավի ճանգեր լինեն։ Բեռնադա! Հիմա կգան։ Փայլացրու։ Բեռնարդան որ եկելա տեսելա չի փայլում, այս մնացած մազերս էլ կպոկի։ Էդ ինչ տեսակին է։ Կողքինների բռնապետն է։ Կարող է նստել սրտից ու մի տարի նայել, թե ոնց ես դու դանդաղ մեռնում ու այդ անիծված դեմքից էլ այդ սառը ժպիտը չի իջնի։ Մաքրի է տապակեղենը։ Ինքան եմ ամեն ինչ դրորել, որ ձերքերիցս այրն եմ հանել։ Ինքը ամենամաքրասերն է, ինքը ամենապարկեշտն է։ Լավ ամերով է թեղտ մարդը պրծավ ես ամեն ինչից։ Բոլոր հասկականները եկել են։ Նրա ամուսնու կողմը ատում է Բեռնարդային։ Եկան, իրանց հանգուցյալին տեսան։ Արագ-արագ խաչ փաշեցին, արագ-արագ աղոթեցին, այդպես էլ արագ-արագ գնացին։ Տեսնենք աթոռները հերիք են։ Թող գետին նստեն։ Բեռնարդայի հորմայից հետո ես տուն ոչ մեկ ոտք չի գրել։ Չի ուզում իրեն տեսնեն իր տարածքներում, անիծված է։ Բայց քեզ հետ է։ 30 տարի է։ Նրան կողին եմ լվանում։ 30 տարի մնացորդներն եմ ուտում։ Գիշերները լուսացնում եմ, եթե հազում է։ Առավոտի ծիրիկուն լուռու պատուհանից հարևաններին եմ ծիկրակում, որ գամ իրան ամեն ինչ պատմեմ։ Մենք իրարից գաղտնիք չունենք, բայց կապ չունի։ Աչքերը թող դուրս գան։ Դե լավ, հա։ Բայց ես լավ շունեմ։ Հաչում եմ, երբ որ ասում է հաչամ, և կծում եմ ողորմություն խնդրողների կրունկները և հրկսի է տալիս։ Ինչ այլոց երկու տղաներս էլ իր մոտ են աշխատում դաշտերում, երկուսն էլ ամուսնացած են։ Բայց մի օր հանքվերությունիցս դուրս կգամ։ Ու այդ օրը։ Այդ օրը կփակվեմ հետը մի սենյակում ու մի ամբողջ տարի կթքեմ երեսին։ Ես քեզ սրա համար Բեռնարդը, ես քեզ նրա համար Բեռնարդը, ես քեզ նրա համար Բեռնարդը։ Խնքան, միշև են երեխեքի լղճած մողեսի նման դառնա, իսկ ինքը մողեսը որ կա, սողրը ցեղ ու գերդաստանի հետ միասին։ Ախ, չնայած գիտես, նախանձելու բան էլ չունի, 5 աղջիկ ունի, մեկը մյուսից գեշ։ Բացի են Անգուստիասից, որ փողի տեր են առաջին ամուսնու աղջիկը։ Մնացածը շատ նուրբ ժանյակներ ունեն, գեղեցիկ հագուստներ, բայց ունեցածները մի քիչ հաց է, մի քիչ խաղող, մեկ է մի քանի մետր ամբերիքով։ Երանի ես նրանց ունեցածը ունենայի։ Մեր ունեցածը մեր ձեռքերն են։ Մեկ էլ մի փոս գերեզման ընտանի։ Հա, դա է միակ հողը, որ հասնում է մեզ նման ոչինչ չունեցողներին։ Ես բաժակը լավ չես փայլացրել, նա փայլացրել։ Ոչ օճարով է անցնում, ոչ փափուկ պլաթով։ Շատ եմ սիրում, երբ քահանան երգում է,
Հայր մերը երկելիս, ձայնը բարձրացրեց, կարծես ուժի մեջ չուլեցել, վերջում իհարկե ձայնը կտրվեց, բայց դա կապ չունի։ Մեր նախին սակավագի պես, բայց ոչ մեկը չի էր։ Իշխան լուսահոգի մորես հոգեանգստի ժամանակ, երբ հայր մերը երկում էր, եկեղեցի պատերը դղրդում էին, իսկ երբ որ ամեն էր ասում, ոնց որ գելեր մտած լինեին եկեղեցի։ Որտե՞ղ կպատրես։ Ուրիշ տեղս պատրեցիք։ Դինգ դան, թող աստվածների նրան։ Մարդիկ շատ աստված, Դինգ դան, թող մեզ երկար սպասի։ մարդիկ շատ աստված, Վիտյան շավիտերից։ սոված են իմաց, որը նուվան կապրել են Հետևի տնի պրտիկա։ Ես կողից։ Եվ այսօր մեկև երկեմ և բարմնած ես եմ տանելու իմ համար է։ Շներն էլ են մնակ ու ոչինչ, ապրում են։ Դուրս էստեղի, ով է քեզ տվետոնն է։ Այլացրած հանդանի կրտոտեց։ Հա, թող զանգերը հողանջեն։ Թող քեզ դնեն մետաքսե ներդիրով ու ոսկեգույն շոփաներով դագաղի մեջ որ տանեն, բայց դու էլ ես նույնը լինելու ինչ ես։ Դեստացիր փթիր դագաղում էդ Անտոնիո Մարիա Բենավիդես, քո կոստյումիդ ու կաշվե սապոգներիդ մեջ պրկված։ Դե, հոտիր ու փթիր, փեշերս չես բարձրացնի գոմիդրան հետևոն։ Անտոնիո Մարիա Բենավիդես, էլ ես պատերը չես տեսնի, էստան հացը չես ուտի, քո ծառաներից ես ամենը շատը քեզ սիրում եմ, ոնց եմ ապրելու, Բերնարդա։ Քիչ վայվելուք շատ գործ, մտահոգվեի, որ ամեն ինչ ավելի մաքուր լիներ թափորին ընդունելու համար։ Դրան, սա քո տեղը չի։ Ծառաներ ոնց որ անասուն լինեն, կարծես միշտ գյութից են շինված, Շունևորներն ալ իրենց վշտերն ունեն։ որ մոռանում են մի ամանսի սերի առաջ։ Բայց դելը անհրաժեշտ է ապրելու համար։ Քո տարիքում մեծերի մոտ չեն խոսում։ Սուսին աղջիկս։ Ես թույլ չեմ տվել մեկը ինձի դասեր տա։ Նստեք։ Մագդալենա չլացես։ Լացել ես ուզում գնա մահճակալի տակ։ Բեշկահավաքը սկսել է, Հա, երեք։ արևը ոնց որ արտիժ լինի։ Վաղուց էսպեսի շոկ չեմ տեսել։ Ու շարակ պատրաստ է։ Այո, Բերնարդա, Տղամարդկանց էլ դուր։ արդեն խմում եմ բակրի։ Թող այնտեղից որ ներս են մտել դուրս գնան։ Չեմ ուզում տուն մտնեմ։ Օ, Բերոմանո, թափերի տղամարդկանց հետ է։ Հա, այնտեղ է։ Մայրն էր այնտեղ, մորն է տեսել։ Պեպեին ոչ ես եմ տեսել, ոչ անգուստյասը։ Բայց ինձ թված Այ, հանգուցյալ Աննա Խուանիկայի ամուսինն էր այնտեղ։ Որակոչըտ շատ մոտ կանգնած ժպիտն անպակաս։ Այ դրան բոլորս ենք տեսել։ Չար լեզու հոչի, դանակ է, դանակ։ Կանայք եկեղեցում, բացի քահանայից ուրիշ ոչ մի տղապարդու չպիտի նայեն, նրան էլ, որովհետև փեշով է։ Այն կինը, որ եկեղեցում այս ու այն կողմ է նայում, տղամարդու տաքությունն է փոխում։ Քուքվոտ քյապտար մուղես։ Հենց ինքն էլ ամենաշատն է ծառմարվում տղամարդու տաքության պակասից։ Մարկը շատ ասնից։ Աղաքը շատ հավիտյանս հավիտենից։ Երկնային արքայություն հանգուցյալին մեծ սուրբ ուժերի հետ։ Երկնային խաղաղություն նջեցյալներին։ Սուրբ Միքայել հրեշտակապետի ու նրա արդար թրի հետ։ Երկնային խաղաղություն նջեցյալներին։ Ամեն ինչ բացող բանալու, ամեն ինչ փակող ձեռքի հետ։ Երկնային խաղաղություն նջեցյալներին։ Երանելիների հետ ու դաշտի լույսերի մեջ։ Երկնային խաղաղություն նջեցյալներին։ Մեր
մեր սուրբ բարեպաշտության և ցամաքի ու ծովի հոգիների հետ։ Երկնային խաղաղություն նջեցյալներին, Խաղաղություն բեր քո ծառա Անտոնիո Մարիա Բենավիդեսին և քո սուրբ փառքի պսակը տուր նրան։ ամեն, Հավիտենական խաղաղություն բեր նրանց տեր։ և թող միշտ սերի մեջ մնան։ Առողջություն քեզ, որ աղոթ ես նրա հոգու համար։ Թող նա քաշ չվագսի։ Ոչ ընտանիքը աղջիկների Սոս! Բեռնարդը այս դրամատիկ են տվել թաղման համար։ Շնորհակալություն հայտնիր և իրանց միմի բաժակ օղի լցրու։ Մարիա, աղջիկս, Այդ է ձեր քարանձավները, տեսածներ քննադատելու։ Երանի երկար տարիներ տրանս շեմը չհատեք։ Բայց դու բողոքելու բան չունես։ Կարծես թե ամբողջ յուղը եկել էր պատարագի։ Հա, որ իրանց տակափեշերի քրտնավտով ու լեզուների թույնով տունս լցնեն։ Տենց մի խոսի, մայրիկ։ Հենց այդպես պետք է խոսել ես գետ չունեցող ջր հոր Երևանից յալ յուղում, որտեղ մարդ ջուրն անգամ բախով է խմում։ Հլտես ինչ են արել է մաքրացատակը։ Կարծես կայծերի հոտ անցած լինի, աղջիկս մեկ հատ հովհար տուր, հա։ Ահա։ Ես տեսակ հովհար են տալի այրուն։ Սև հովհար տուրը սովորի հորդ սուքը հարգել։ իմը վերցրու, մայրիկ, Իսկ դու ես չեմ շոքում։ Ուրիշը փնտրին պետք կգամ։ 8 տարի տևելու է այս սուքը։ Եվ քամին անգամ չի մտնելու ես տուն։ Համարյա կաղյուսով պատել ենք դուր ու լուսամուտ։ Այդպես է եղել հորս և պապիս տանը։ Այդ ընթացքում կարող եք ձեր օժիտն ասեղնագործել։ 20 թով կտոր ունեմ սնդուկում, կարող եք սավաններ ու եզրասարդեր ձևել։ Արգալեն անել թող ասեղնագործի։ ինձ համար մեկ է։ Չես ուզում էր ասեղնագործես, որ քանակ ավելի սիրով լինես։ Ոչ իմն եմ ասեղնագործելու, ոչ էլ ձերը։ Ես գիտեմ, որ չեմ ամուսնանալու։ Ավելի լավ է, Կինիներն էլ դա է։ անիծվեն կանայք։ Ավելի լավ է, դաշտում աշխատեմ։ Ցորենով պարկեր կրեմ աբրահաց, քան թե մութ տանը, օրերով փակված նստեմ։ Այստեղ կատարվում է այն, ինչ ես եմ հրամայում։ Այդ պատմություններով չես կարող հորդ մոտ վազել։ Թելու ասեղ կանանց, ժորի մտրակ տղամարդկանց։ Դա է մեր դասակարգին պատկանող մարդկանց գործը։ Բեռնարդը, բաց թողիս, թե դուրս գա։ Լավ, թողեք դուրս գա։ Հազիվ է կարողանում պահել, չնայած 80 տարեկան է, բայց կաղնու պես ուժեղ է։ Տատս էլ էր այդպես։ Եվ սգավորները այստեղ էին, ստիպված մի քանի անգամ կտորով փակել բերանը, որ ուզում էր քեզ կանչել, կանը կեղտաջուր խմել ու շարմիս։ Իր ասելով դու շարմիսը ստալիս իրեն։ Տարբակ իրեն։ Չորը ջջի տոտիկ։ Զարդատուբից հանեց ականջողները, մարտալիներ, դրեց ու ասել ես ուզում եմ ծակվեմ։ Տարբակ իրեն և զգուշեղիր ջրհորին չմոտել։ Մի վախեցիր, ներս չի ընկնի։ Դրա համար չեմ ասում, կարևանուհիները իրան կտեսեն իրանց լուսամուտներից։ Գնանք, գնանք։ Իսկ անգուստյաս դուր է։ Դարմատիկ ես դուրս են նայում։ Դրամատիկ դեռ այնտեղ են։ Իսկ դու ինչու էիր մոտեցել դարբասի։ Գնացի տեսնեմ հավելված էին։ Բայց տղամարդիկ պետք է արդեն գնացած լինեին։ Դեռ մի քանիսը այնտեղ էին։ Անգուստյաս! Անգուստյաս! Այո, մամա, ինչ ես ուզում։ Ում էիր նայում, ինչ էիր անում։ Ոչ մեկին։ Պարկեշտ է, որ քո դասիկինը տղամարդու խայծի հետևից գնային էլ հոր թաղման պատարագի օրը, պատասխան տուր, ում էիր նայում։ Ես։ Հա, դու։ Ոչ մեկին։ Գործում ես խորամանք ես, հա։ Գործում ես կարող ես ինձ խապել, հա։
Բեռնարդա, մի քիչ բարի եղիր։ Նադեղ եք բոլորդ։ Դու էլի։ Ախր նա առանց հասկանալու է սա արել։ Ինչ անկեղծ ասած շատ պատի, հո, շատ։ Ես էլ զարմացա, որ տեսակ աղտագողի գնացել է տղամարդկանց լսում է ու նրանց խոսակցություններն էր պատուհանից լսում, ինչը ինչպես միշտ լսելու բան չէր։ Դրա համար են գալի թաղման, հա։ Ինչ էին ասում։ Ռոզետա Բլանկայից էին խոսում։ Գիշերը նրա ամուսնուն կապել են մսուրից, իրեն էլ տարել են ձիթենուտի ծայրը։ Իսկ նա։ Ասում են լավ էլ հոժար է եղել։ Ձիու վրա նստած, սենց կրծքերը դուրս գցած, գնում էր, այդ Մաքսիմիլիանոն էլ ասում են էնպես էր իրան տանում, կարծես կիթար լիներ, ահավոր է։ Եվ ինչ եղավ։ Ինչ որ պիտի լիներ։ Ցերեկն են վերադարձել, Ռոզետայի մազերը արձակած, գլխին էլ ծաղկե պսակ։ Նա մեր գյուղի միակ փչացած կինն է։ Այդպես էլ պետք է լինի, որովհետև այս գյուղից չի ծաղկում, շատ հեռից է։ Հետի գնացող տղամարդիկ էլ եկվորների տղաներ են, որովհետև տեղի տղամարդիկ երբեք նման բաներով չեն զբաղվում։ Հա, բայց սիրում են տեսնեն ու լսեն դրա մասին ու խոսեն։ Ձեռքներն էլ հետը կլպստեն եթե լինի։ Ուրիշ բաներ էլ էին պատում։ Ինչ բաներ։ Ոմաչում եմ ասեմ։ Ու աղջիկս այդ բոլորը լսեց։ Որակույրներին է կաշել։ Ոչ տարի աչկերի նման, աչկները յուղոտ և սիտակ էին դարում, ամեն քոսոտի հաճարախոսությունից։ Մարդ ինչքան պիտի պայքարի ու տարապի, որ իր զավակները պարկեշ լինեն և աչկները դուրս չլինի։ Բայց դու շատ մտածելու բան չունես։ Աղջիկները ամուսնանալու տարիքի են։ Կոանգուսի ես ենա, արդեն 40 տարեկան է։ 39 Տես է, ու միջև հիմա ուզող էլ չի ունի։ Չէ, չի ունեցել, կարիքն էլ չունի։ Իմ աղջիկները առանց դրան էլ կդիմանան։ Չէ ուզում քեզ նեղացնել։ 100 լիգայի վրա այնպիսի տղամարդ չկա, որ իմ աղջիկներին մոտենա։ Տեղացի տղամարդիկ նրանց համար չեն։ Ինչ ասում ես առաջին պատահած բադրատին տամ։ Ուրեմն տեղափոխվեիր ուրիշ գյուղ։ Հա, որ աղջիկերքից վաճառքի հանեմ։ Չէ, Բեռնարդա, ընդհանրապես որ փոփոխություն լինի։ Չնայած ուրիշտեղ կարող է այդպես բարձր դասի չհամարվել։ Ատամներ տակայի չար լեզոտ։ Ես էլ չի լինում խոսել։ Հիմա մենք իրար վստահում ենք, թե չէ։ Չէ, դու ինձ ծառայում ես, ես էլ քեզ վճարում եմ։ Ավել ոչ մի բան։ Դոնոր Թուրոն է եկել ժառանգության հարցով։ Գալիս եմ։ Դու իր ապուստները, դու իր սենյակը վարքավորի։ Դու իր ապուստները սնդուկի մեջ տեղավորի։ Մի մասը կարող էի նվիրել։ Ոչ մի բան, ոչ մի կոճակ։ Անգամ են թաշկինակը, որով դեմքը ծածկեցինք։ Տեղդ խմել ես։ Ինչ օգուտ։ Բայց խմել ես։ Ես ամեն ինչ առանց հավատալու եմ անում։ Լարաս պիկնիկի նման։ Նոր բժիշկից գալուց հետո ավելի աշխույժ ես։ Ինձ նույնն եմ զգում։ Նկատեցի, նորետան չկար թաղվանը։ Հա, նշանածը մի քայլ անգամ տնից չի թողնում անի։ Ժամանակին ուրախ էր, հիմա ասկի դիմափոշի չի օգտագործում։ Մարդ չգիտի լավ է փեսացնանալը, թե չէ։ Տարբերություն չունի։ Միշտ ասեկոսերներն են մեղավոր, որ մեզ օր ու արև չեն տալիս։ Չէ, մայրիկից են վախենում։ Միայն մայրը գիտի նրա հոր ու հողերի պատմությունը։ Գիտես, Ուբայում նրա հայրը սպանել է առաջի կնոջ ամուսնուն, որ ամուսնանա հետը։ Հետո ամուսնացել է մի ուրիշ կնոջ հետ, որը երեխա ուներ։ Հետո թողել է այդ կնոջը, ամուսնացել է Լորետայի մոր հետ, երբ երկրորդ կինը գժվել ու մահացել է։
Ինչու բան չնստեցրել է տականքին։ Որովհետև այտենց բաներում տղամարդիկ իրար պաշտպանում են։ Ոչ մեկ չի ուզում իրար մատնել։ Բայց Լորետան ինչ մեղք ունի դրանում։ Ճիշտ ես, մեղք չունի։ Բայց այս կյանքում ամեն ինչը նույնն է։ Այս աշխարհում բացարձակ ոչինչ չի փոխվում։ Լորետան էլ արժանացավ իր մոր ու տատու ճակատագրին։ Ինչ կրակ է։ Ավելի լավ է երբեք տղամարդ չտեսնես։ Դեռ փոքր ժամանակվանից երբ տեսնում էի ոնց է տղամարդիկ գնում գոմ ու եզներին լցում, ուսես տոպրակները բարձրացնում ուսներուն, ուսես գորգորալով ու դոփելով քայլում էի։ Ցանկաց որ պատկերացնում էի դրանցից մեկը պետք է գա ինձ փաթաթվի, ակնում էի մեծանալուց։ Բայց Աստված ինձ թույլ ու գեշ ստեղծեց։ Ու վերջնականապես ինձանից հեռու պահեց։ Տենց մի ասա, Էնրիկե Հումանեսը աչք ուներ քո վրա, հավանում էր։ Մարդկանց օրինացն է։ Մի անգամ գիշերով պատուհանի մոտ ամբողջ գիշեր կանգնեցի գիշերանոցով, սպասում էի, որ գար։ Իր բատրակի աղջկա միջոցով հայտնել էր, որ գալու է։ Տենց էլ չեկավ։ Հետո իմացա, որ ամուսնացել է ինձանից հարուստ աղջկա հետ։ Ու հրաշի պես գեշ։ Ինչ կապ ունի իրանց համար գեշությունը։ Իրանց համար կարևորը հողերն են, լծկանները ու հնազանդ մի շուն, որը իրենց կկերակրի։ Ինչ եք անում։ Նստած ենք էլի։ Իսկ դու ուր էիր։ Ես սենյակներում պտտվեցի, մի քիչ քայլելու համար։ Տատիկի նկարազարդ հեքիաթների գիրքն էի նայում, Շնիկի հեքիաթը, Արյուծի հետ կռվող սևամորթը, հիշում եք երեխա ժամանակ ինչքան ենք սիրում նրան։ Այն ժամանակ ուրախություն կար, հարսանիքները 10 օր էին տևում, ու մարդիկ չէին չարախոսում։ Հիմա ավելի բարեկիրթ ենք դարձել, հարսները սպիտակ քող են գցում, ոնց որ քաղաքներում, ու գինի խմում ենք շշերից, բայց դեռ քրքրվում ենք, թե մարդիկ ինչ կասեն, ինչ կպամբասեն։ Ինչ իմանասեն ժամանակները, ինչեր անցել գնացել, Կոշիկի թելը բացվել է։ հետո Ընգնես։ աշխարհում մի դժբախտ էլ պակաս կլինի։ Ադելան ուր է։ Ադելա, ասեմ, հակավիճ կանաչ սկեստ է, որ տարեդարձի համար էր կարել տվել, դուրս եկավ գոմի պակ ու սկսեց կանչել հավենից նայեք, ծիծաղից մեռա։ Աղե մայրիկը չի տեսել։ Աղետ ճաղջիկ, ամենաջահելն է մեզնից, բայց դեռ հույսեր ունի։ Ինչ ասես չի, դա որ երջանիկ լիներ։ Ժամը քանիսն է։ 12-ը կլինի։ Արդեն մոտավորապես։ Արդեն գիտեք, չէ։ Չէ։ Երկուսդ էլ ինձնից լավ գիտեք։ Միշտ գառների պես գլուխ գլխի տված փսփսում եք ու ոչ մեկին ոչինչ չեք ասում։ Փեփե Ռոմանոյի մասին ամեն ինչ էլ իմանում եք։ Փեփե Ռոմանո։ Գյուղում արդեն խոսում է։ Փեփեն ամուսնանալու է Անգուստիասի հետ։ Երեք գիշեր պտտվել է մեր տան շուրջը։ Երևի շուտով խնաման խոսք ուղարկի։ Ես շատ ուրախ եմ, նա լավ մարդ է։ Ես էլ Անգուսյասը շատ լավն է, արժանի է։ Ոչ մեկը դեռ ուրախ չեք։ Չեր ես խոսում Մագդալենա։ Եթե նա Անգուստիասի համար կար, Անգուստիասի համար իբրև կնոջ ես ուրախ կլինեի, բայց նա հողի համար է գալիս։ Ճիշտ է, Անգուստիասը մեր քույրն է, բայց այստեղ մենք մերոնցով ենք ու կարող ենք անկեղծ լինել։ Նա արդեն մեծ է ու հիվանդոտ, ու միշտ էլ բոլորիցս պակաս արժանիքներ է ունեցել, որովհետև եթե 20 տարեկանում խրտվիլակի պես էր, էլ ինչ ասես հիմա, որ 40 տարեկան։ 39։ Լավ, այդպես մի խոսիր։
Վաղտը հասնում է նրան, ով ընդհանրապես չի սպասում։ Բայց վերջին հաշվով ճիշտ է ասում։ Անգուստիասն իր հոր փողն է ժառանգել։ Ստան միակ հարուստն է։ Դրա համար էլ, հիմա որ հայրիկը մերել է, ժառանգությունները պիտի բաժանվեն։ Եվ Անգուստիասը կստանա իր մեծ բաժինը։ Դրա համար էլ է ժամանակ խնամախոս գալու։ Փեփե Ռոմանը 25 տարեկան է և մեր ամբողջ շրջանի ամենագեղեցիկ երիտասարդը։ Շատ բնական կլիներ, եթե նա քեզ համար գար, Ամելիա, կամ ասենք մեր Ադելայի, որ 20 տարեկան է, բայց ոչ թե այս տան ամենամութ բանի հետևից գար, մի աղջկա, ինչ եմ ասում, մի կնոջ, որ հարպես քաջի մեջ է խոսում։ Կարող է հենց դա է նրան դուր գալիս, քո կեղծավորությունը միշտ անտանելի է եղել։ Մի քավլիցի։ Հավելն արդեն տեսակ քեզ։ Էլ ինչ պիտի անեմ։ Էլով է մեզ նայելու, որ պիտի 8 տարի բանտարկված մնանք ես պատերի մեջ։ Մայրիկը տեսնի մազերդ կոպոկի։ Ուզում ես, ես երբ եմ հագնելու։ Մտածում եմ, որ տարեկան դաշտահանդեսին կհագնեմ։ Մտածում եմ, որ ոչ ոք ես շորից չի ունենա։ Սիրուս կես է։ Ինձ էլ շատ ես ասում։ Մագդալենայի ծավատեց ամենալավն է։ Հավելն ինչ ասացի քեզ։ Ոչ իմ ներնվեցին։ Դրանք էլ ոտերս քրքրեցին։ Կարող ես սև ներկել, որ 8 տարի անընդմեջ հագնես։ Կամ կարող ես նվիրել Անգուստիաս, փոխակի Պեպե Ռոմանոյի հարսանիքի։ Բայց Փեփե Ռոմանոն Չես լսել։ չէ, Դե արդեն իմացար։ բայց դա անկարելի է։ Փողն ամեն ինչ կարելի է դարձնել։ Դրա համար էր Անգուստիասը դուրս եկել թափորի ետևից դարպասներից դուրս էր նայում։ Բայց այդ մարդը կարող է այդպիսի բան անել։ Ինչու ոչ, նա ամեն ինչ էլ կարող է անել։ Ինչ ես մտածում, Ադելա։ Մտածում եմ, որ սուքը իմ ամենավատ ժամանակ պատահեց, որ դիմանալը չի լինի։ Ոչինչ, կղարժվես։ Չեմ արժվի։ Ես չեմ ուզում ձեր նման թառամեմ։ Ես չեմ ուզում իմ ջահելությունը այս պատերի մեջ անցկացնել։ Ես ուզում եմ դուրս գալ։ Ես վաղ այս գեսը կհագնեմ ու դուրս կգամ։ Ես դուրս եմ ուզում գալ։ Ադելա, Խեղճ աղջիկ, ոնց է մխկտում իր հոր համար։ ասուս մնա։ Մենք բոլորս նույն վիճակի մեջ ենք։ Ինչ մնաց Մարիսոլը լսեր քեզ։ Փեփե Ռոմանն է գալիս փողոցի ծայրից։ Գնանք տեսնենք։ Ինչ ես գնում։ Մեկ է ինձ համար։ Նայ, հենց որ անցա, քո սենյակից ավելի լավ կերևա։ Ես ժառանգության հարցը։ Ինչքան մեծ գումար ասում Անգուստիասի։ Իսկ մյուսներին ինչ չի։ Արդեն 3 անգամ ասել ես և ես քեզ չեմ առարկել։ Բավական քիչ, շատ քիչ, էլ մի հիշեցրու։ Անգուստիաս։ Այո, մայրիկ։ Ոնց ես համարձակվել երեսիդ փոշից հանել։ Ոնց ես համարձակվել երեսդ լվանալ հորը թաղման կատարակի օրը։ Իմ հայրը չէր, իմը վաղուց եմ հացել, թե արդեն մոռացել ես։ Դու այդ մարդուն քույրերիդ հորը շատ ավելի ես պարտական, քան քո հորը։ Դա դեր կերևա։ Նրա շնորհիվ է, որ այդքան հարստություն ունես։ Օհ, Մայրիկ, թող դուրս գամ։ դուրս գաս։ Այդ
երեսդ մաքրելուց հետո սուսուփուսիկից նայեք սատ կած։ Հորակույրերիդ նման ես։ Ախր Բերնարդը այդքան անգուտ մի եղի, ոյ։ Ինչ է պատահել։ Ոչինչ չի պատահել։ Եթե բաժինքի համար եք վիճում, դու ամենահարուստն ես, կարող ես լրիվ քեզ պատահել։ Լեզուն քեզ քաշի։ Չկարծեք, որ երբևէ կարող եք իմ կամքին հակառակ վարվել։ Մինչև ես տնից, ոտքերս առաջ դուրս չեմ եկել, ես եմ տնօրինելու։ Իմն էլ ձերն էլ։ Բերնարդա, շոն սուտ է, ես չեմ ուզում իմ ունեցածը ձերը լինի, ոչ մականիներս, ոչ մոհերեսեպ շորս, որովհետև էստեղ ձեզ մոտ ոչ մեկը չեն ամուսնանալու, ոչ մեկը։ Հախա ես, հախա, որովհետև ուզում եմ մարդու գնալ, որովհետև ուզում եմ ծովափում մի շատ գեղեցիկ տղամարդու հետ սատվեմ և ուրախ երջանիկ ապրեմ, որովհետև էստեղ տղամարդիկ փախնում են կանանցից։ Բերնարդա, ես ուզում եմ էստեղ մնալ, որ չտեսնեմ թե ոնց են ես չպսակված կանայք իրար մի ստրծում, մի ամուսնալու համար և ինչպես է սրտերը չորանում։ Բերնարդա, ես ուզում եմ իմ գյուղ գնալ, ես ուզում եմ մարդ առնեմ, մարդու գնալ կսակվեմ, որ ուրախ երջանիկ ապրելիս մարդ եմ ուզում, Բերնարդա, մարդ եմ ուզում, Բերնարդա, սոպի ակին եմ ուզում։ Արդեն երրորդ սավանը ձևեցի։ Դա ամելյայինն է։ Անգուսյաս, Փեփեի ամենատարներն են ասեղնագործել։ Չէ։ Ադելա, ուր ես, չես գալիս։ Արկած կլինի։ Ինչ որ մի բան հետը կատարվում է։ Ես
վերջերս անընդհատ դողում է, անհանգիստ է։ Կարծես մողես ծոցը մտած լինի։ Ոչ մի ուրիշ բան էլ չունի բոլորիս ունեցածից։ Բոլորիս ծոցում էլ մողես կա։ Բոլորից բացի անգուստիասից։ Ես լավ եմ, իսկ ումի տեղը ցավում է կտրակվի։ Դու միշտ աչքի ես ընկել քո բարեհամբույր բնավորությամբ ու քո պոյով։ Բարեբախտաբար շուտով դուրս կամ ես դժողքից։ Գուցե եւ դուրս չգաս։ Էնեն ասեմ, որ լավ է ունենա սնդուկում ոսկի, քան գեղեցիկ աչք է։ Մի ականջիցս մտավ, մյուսից դուրս եկավ։ Պատահանը բաց, տեսեք մի քիչ քամի կգա։ Ես գիշեր շոկից չէի կարողանում քնել։ Ես էլ վերկացա մի քիչ հովանամ, մեծ սև ամպեր կախված երկնքից։ Նույնիսկ մի քանի կաթիլ անձրև կաթեց։ Գիշերվա մեկն էլ դեռ կրակ էր բարձրանում երկրի վրայից։ Վերկացա, իսկ անգուստիասը դեռ խոսում էր Փեփեի հետ։ Այդքան ուշ։ Որ ամին գնաց։ Մաղդալենա, ինչպես հարցում եթե տեսել ես։ Մեկանցկեցի կողմն է։ Հա, դու ինչ գիտես։ Հասը լսեցի ու դիուդոպյունը։ Իսկ ես լսել եմ, որ 4-ին էր։ Նա չէր երևի։ Վստահ եմ նա էր։ Ինձ էլ չված որ։ Շտարօրինակ է։ Անգուստիաս, իսկ երբ որ Փեփեն եկել էր առաջին անգամ, քեզ ինչ ասել։ Ոչինչ, ինչ վիդեո ասել, խոսում եմ տեսից տենից։ Շատ տարօրինակ է, երբ որ երկու անծանոթ մարդ հանդիպում են ճավերի մոտ, ու միանգամից հարսուփեսա են դառնում։ Հետո ինչ, խնդիր չէ։ Ինձ համար խնդիր կլիներ։ Չէր լինի։ Երբ տղամարդը մոտենում է տան պատոհանին, արդեն գիտի ինչ խոսքեր են ասվել եւ տրվել, որ ինչ ունե եւ իրան այո կասեն։ Եվ ոնց էր այդ ասելը, այդ առաջարկությունը։ Շատ հասարակ։ Արդեն գիտես, որ աչք ունեմ քեզ վրա, ինձ բարի ամեստ կին է պետք ու դա դու ես, եթե համաձայնություն է 10։ Ես ամաչում եմ նման բաներից։ Ես էլ, բայց պիտի դիմանալ։ Իսկ էլ ինչ էր ասում։ Ինքն էր խոսում անընդհատ։ Իսկ դու։ Ես ի վիճակի չէի, սիրտս դուրս է գալիս տեղից ես իմ առաջիս անգամն էի գիշերվան մնացել մի տղամարդու հետ։ Այն էլ այդքան սիրուն տղամարդու։ Հա, բատը չի։ Դա այդպես էր։ Երբ որ տղամարդը կրթված է լինում եւ ասելիք է ունենում, ու գալիս է պատոհանի մոտ խոսելու, այսպես ծրքերը շարժելով, խոսում է։ Հիշում եմ, երբ որ իմ ամուսին Էվարիստոն առաջի անգամ եկավ ինձ հետ խոսել։ Ինչ եղավ։ Մութ էր։ Մթության մեջ տեսա, որ մոտենում է։ Մոտեցավ, ինձ ասում է, բարի երեկո։ Ու դրանից հետո երևի մի կես ժամ ջուր էին կառել, բերաներս ու լռել մնացել, քրտինքը վրայիցս կաթում էր։ Իսկ դրանից հետո այսպես մոտեցավ այդ ճոխերին, ինձ ասում է, մոտորի քեզ շոյեմ։ Վայ մտածեցի դեր մայրիկն է գալիս։ Օրդներս լավ տեղը կգնաս։ Համար քնասի։ Բայց դրանից հետո իրան լավ հեռու պահեց ինձնից։ Այդպիսի լավ բաներով զբաղվելու փոխարեն գնաց եւ թռչնավուծությամբ զբաղվեց։ Թռչուններ էր աճեցնում մարդը։ Դուք չամուսնացածները պետք է իմանաք, որ ամուսնությունից 15 օր հետո տղամարդը անկողինը թողնում է եւ նստում է սեղանի մոտ։ Իսկ հետո այդտեղից գնում է պանդոկ ու կինետում։ Իսկ այն կինը, որը չի հարմարվում, լացում է մի անկյունում ու փտում։ Դու հարմարվել ես փաստորեն։ Ես դրում փորս Լսել եմ ծեծերել ես նրան, ճիշտ է։ Այո, մի օր քիչ էր մնում աչքերը։ Այ այդպես պիտի լինեն բոլոր կանայք։ Ես մորը դպրոցն եմ անցել։ Մի օր չեմ հիշում ես պարոնս ինչ ասեց,
Վանգի թոքիչը վերցրու ես ասում 30-40 ծիտ նեղում սատվացի։ Ադելա, ուր ես ջանիկս, արի ես պատմությունները լսիր, ծիծաղից կթուլանաս։ Ադելա, Լավ չի աղջիկը։ երևի լավ չի քնել գիշերը, նրան տեսնեմ ինչու չի գալիս։ Ինչի։ Շատ իմանաս ինչի։ Դու ինձ լավ իմանաս, քո սենյակը նրա ննջասենյակի կողքն է։ Ախանձն ես եկը կրծում, ինչ հապազանցում, աչկերիցն եմ տեսնում, հայացքի հայացքը դարձել։ Գժերից մի խոսացեք, այս տանը այդ խոսքը պետք չի օգտագործել։ Դու քնած չի։ Ես լավ չեմ։ Ես միգուցե լավ չես քնել։ Շատ էլ լավ եմ քնել։ Ուրեմն, Քնել եմ թե չեմ քնել, դա քո գործը չի։ Իմ մարմինից ես, անում եմ այն ինչ ես եմ ճիշտ համարում։ համարը հետաքրքրվում էի քեզանով։ Հետաքրքրվում էիր, թե հարցաքննում էիր։ Դու կարճ չեք անում, շարունակեք։ Իրանը անտեսանելի լինեի, որ ես պատերի մեջ անձերս չտեսնեք, թե ուր եմ գնում։ Բերնադան կանչում է ձեզ, ժանյակների մարդն է եղել։ Ժանյակների մարդը, գնանք տեսնենք։ Այդպես չնայես։ Եթե ուզել ես աչքերս կտամ քեզ մեջ կսել հետևդ սապատը տուղես, բայց երբ ես անցնում եմ, շրջիր գլուխդ։ Ադելա, ախր քույրդ է, ինքն էլ քեզ ամենաշատն է սիրում։ Ամենտեղ հետևում է ինձ։ Նույնիսկ սենյակս է մտնում, որ տեսնի քնած է թե չէ։ Ու միշտ ինչ ափսոս է դեմքդ, ինչ ափսոս է մարմինդ, որ ոչ մեկինը չի լինելու։ Այդ ասելով Մարկիրոն շատ մեծ սխալ է գործում։ Իմ մարմինը կլինի նրանը, ում ես կցանկանամ։ Փեփե Ռոմանային է, չէ՞։ Չես խոսում, ինչ-որ լսեցի, ծնվի չեցրու, կարծում ես չեմ նկատել, սուսմենա։ Խղտիր էդ նոքերդ։ Ախր դու ինչ գիտես։ Մենք պառավներս պատերի միջով էլ կարող ենք տեսնել։ Գիշերները որ բերես կամ նոր ես քնում։ Յան երբ որ քույր լինեիր։ Նման հարցերում գլուխս ու ձեռքերս լիքն են աչքերով։ Ինչքան մտածում եմ չեմ հասկանում։ Ինչու է գիշերը լույսերը վառել ու պատոհանի մոտ կիսամերկ կանգնել, երբ որ Փեփե Ռոմանոն պետք է գար Անգուստիասի հետ խոսելու համար։ Սուտ է։ Երեխու պես ես քեզ սպահում, հանգիստ թող քրաչդ։ Իսկ եթե ուզում ես Փեփեի հետ ամուսնանալ, ոչինչ, դիմացիր։ Բացի դա ով է ասել, որ չես կարող նրա հետ ամուսնանալ։ Արի, լսիր, Անգուստիասը մեծ է, տարիքով է, կոնքը նեղ, ինքը հիվանդոտ, իմ փորձից ելնելով եմ քեզ ասում, ծննդաբերելուց կմեռնի, այդ ժամանակ Փեփեն կանի այն, ինչ տարածաշրջանի բոլոր քննամերներն են անում, կամուսնանա ամենաերիտասարդի ու ամենասիրունի հետ, իսկ դա դու ես, բայց մինչև դա, չհամարցատպես ասում դեմ գնաս, լրիր, չեմ լրելու, քո գործին նայի, այդ դարշահոտ, այդ թավաճան, հետևելու եմ քեզ ստվերի նման, փոխանակ տները մաքրես, փոխանակ գիշերը քնելուց առաջ հանգուցյալների հոգեանգստի համար ամոթես և տոր ջադույի նման քիթը խոտում ես ռոժների գործեր մեջ, որ մրոտես նրանց։ Քիթս չեմ խոտում է, հսկում եմ, որ մարդիկ ես տան մոտով անցնելիս չթքեն։ Այդ ինչ միսեր առաջացել քրերիս նկատմամբ։ Ոչ մեկիդ էլ չեմ սիրում, ուղղակի տարիք սառել եմ, ուզում եմ պատվավոր տան մեջ ապրեմ։ Անօգուտ է խորհուրդդ։ Ուշ է արդեն։ Ոչ քեզ կնայեմ, որ ընդհանրապես սպասուհի ես, ոչ էլ մորս։ Ոտքերիցս միջև բերանս բարձրացող ես կրակը հանգցնելու համար։ Իդեպ, ինչ ես կարող իմ մասին ասել։
որ հապում սենյակն սուտուրը չեմ բացում։ Ես քեզնից խելոք եմ։ Տեսնենք կարող ես բռնել նապաստակին, չեմ կարծում։ Հադելա, ինձ հետ գլուխ-գլխի չդնես, իսկ ձեռնոց չնետես։ Ես կարող եմ լույսերը վառել, ձայնս գլուխս գցեմ ու զանգերը խփել տամ։ Թեկուզ 40,000 պենգերան կրակ բրև տնկի գոմի տանիքի վրա։ Ոչ որ չի կարող կրխել, այն ինչ լինելու է։ Այդքան շատ ես այդ մարդուն ավանում։ Շատ։ Ամեն անգամ նրա աչքերին նայելիս, կարծես դանդաղ խմում եմ իրարյունը։ Չեմ ուզում նման բաներ լսել, չեմ ուզում։ Բայց կլսես։ Այն ժամանակ վախենում էի, իսկ հիմա ուժեր եմ քեզանից։ Էլը վիճում է։ Բա ինչ պիտի անենք։ Ես ցերեկվա շոքին ուզում այլի գնամ խանութ իր համար ինչ-որ բան առնեմ։ Իսկ ինձ համար օծանելի կարել ես։ Ամենալավն ու ամենաթանկը, դիմա փոշիել եմ առել, դրել եմ քո սենյակում սեղանի վրա, գնացր։ Մեզ ու տատամների տակ ես պահում, դեռ կտես։ Ժանյակները տեսար, Անգուստիասի հաստատեկան ամբողջ ժանյակները հրաշք են։ Դրանք ինչի համար են։ Ինձ համար, տակապեշերիս համար։ Ինչ ծիծաղել է։ Ով է տեսնելու քո փեշի տակ ինչ կա։ Միայն ես։ Ես ուրիշների պես կարիք չունեմ ուրիշների մոտ փեշս բարձացնելու։ Ոչ մեկ իրավունք չունի աղջիկների տակափեշերը տեսնել։ Բայց երբեմն պատահում է։ Այ որ հարուստ լինեի, այն հոլանդական կտորներից կառնեի ու կարել կտայի։ Դա ինձ մնացած փոքր հաճույքներից է։ Այս ժանյակները լավ կլինեին փոքրիկի գլխարկի համար, կամ կնունքի ծածկոցի։ Ես իմ տղաների համար չեմ հասցրել օգտագործել։ Տեսնես Անգուստիասը իր ջուրների համար կօգտագործի։ Իդեպ, Անգուստիասը երբ որ ջուրներ ունենա, բոլորը տոր ու գիշեր զբաղված եք լինելու կարու ձևով։ Ես մեկ միտք չունեմ, օրերս կարանելու անցկացնեմ։ Ոչ էլ ուրիշի երեխաների հող տանելով։ Այ, մեր կողքի հարևանուհուն տես, ամբողջ կյանքը 4 զլաց կամ ճղճղաների զոհաբերված։ Նրա վիճակը ձևինից լավ է, այնտեղ գոնե ծիծաղ կա, շրխ-դրխ կա։ Դե գնա նրան սառայի։ Ինձ արդեն ես Մենաստանն է բաժին հասել։ Տղամարդիկ է, աշխատանքի է գրադարում։ Բայց 3-ից 1 րոպե անցել։ Ես օրենին։ Երին ես էլ կարողանեի դաշտերում գնալ գայ։ Մեր դասակարգի մարդկանց անետիքներն ուրիշ են։ Ամեն մարդ իր գործով պիտի զբաղվի։ Ճիշտ է։ Բայց այս եղանակին դաշտում լինելուց լավ բան չկա։ Երեք հնձվորներն են եկել, մի 30-40 հրաշալի տղաներ։ Որտեղից են այս տարի։ Այս տարի շատ հեռվից են եկել, սարերից են իջել։ Ասում, խոսում, երգում, ուրախանում, բարձրաբոյ, արևակես, կարծես մի միծար լինեին։ Քաղաք, մի փայլուր շորովքին էր եկել և ակորդյանի տակ նվագում էր։ Այդ տղաներից մի քանիսներ գնացին հետը պայմանավորվել, որ տանեն մեր գյուղի ամենամոտ ծառաստանը։ Ինքս եմ տեսել, իսկ պայմանավորվող տղան նիհար բոյով կանաչ աչքերով տղա էր։ Ճիշտ ես ասում։ Չէ։ Մի քանի տարի առաջ էլի նման կին էր եկել գյուղ։ Ես ինքս իմ տղային տվեցի գումար, ասացի, որ գնա, որովհետև տղամարդիկ նման բաների կարիք ունեն։ Տղամարդկանց միշտ ամեն ինչ ներվում է։ Ինձ ընվերն ամենամեծ պատիժն է։ Նույնիսկ մեր աչքերը մեզ չեն պատկանում։ Aşkere henzelen cahelen Etlere kanıven ahçiklerisi Ու էր շոքիչն են տարապում։ Հնձում են ոցերի մեջ։ Ես էլ կուզենայի դաշտերում գնալ։ Գոնե այդպես մեզ պսկտող ցավը չէր։ Ինչ ունես, որ քեզ անհանգստացնում է։ Ամեն մեկս էլ ունի ցավը։ Ամեն մեկս։
տեսեք ինձ սիրուն են երկում։ Յուղի աղջիկներ Բարդ խփել ուզեն ամազի ջահել հնձորը Բացեք ձեր դուռ ու լուսամուտը, յուղի աղջիկներ։ Բարդ է ուզում գնել կրճատին ջահել հնձորը։ Փողոցով դեպի դաշտեն գնում։ Կարող եք տեսնել։ Եկեք գնանք իմ սենյակից ավելի լավ Երևան կգնոց։ Վազողանը շատ չբացեք, կարող են հրել, որ տեսնեն ով է նայում։ Չես գալիս։ Ինչ է եղել։ Շոկը լավ չի գալի դրաս։ Ուրիշ բան չկա։ Ուզում եմ նոյեմբերը գա, անձրևները, եղյամը, մենակ թե սա անտանելի շոկը անցնի ու գնա։ Ամառը կանցնի ու նորից կգա։ Հա։ Գիշերը քանիսին ես քնել։ Չգիտեմ, ես ներերի պես եմ քնում։ Ինչ կա որ։ Հեչ, ձայներ էին լսում, հա, շատ ուշ ժամի, չվախեցա, չէ, ամեն գիշերը լսում եմ, կազգուշ լինենք, գուցե բատրակներն էին, բատրակները ժամը 6-ին են գալիս, գուցե չընտելացրած քուրակ, էդ է որ կա, չընտելացրած քուրո, գնանք զգշացնենք, չէ, միգուցե ինձ է թվացել, գուցե, Ամելիա, ինչ կա, հեչ, ինչու ձայն տվի, ատամայից ստացվեց, ուշադրություն մի դարձրա, գնա մի քիչ պարկիր, հա, Ուր է հետի նկարվոր բարձից սակի պահում, որ մեկիտ մոտ է, ոչ մեկիս, ոսորտ է թեպեն արսատես սրպատ պատկեր է, ուր է նկարը, Ինչ նկար։ ձեզից մեկն ու մեկը ծրծրել է, Չես ամաչում, ինչ ես խոսում։ իմ սենակում էր ու հիմա չկա, Մեկն ու մեկը թրծրել, բացի ինձից։ իհարկե բացի քեզանից, ապակներ թող, հա, և կակասեմ նրան, Ոչ մի բան էլ չես ասի։ Կգտնենք նկարը։ ես իրավունք ունեմ ով է վերցրել, գիշերով դուրս է եկել խոսնելու այգու մոտ, Պեպե Ռոմանոն սիրում է տենց բաներ անել, Աղմուկ աղաղակ է իմ տանը, դնել ես ծանր շոքի լրության մեջ, հարևանուհիներ արդեն պատեին է կպչրել ականջները։ Պեպեիս նկարն են ինձից թրծրել, Ո՞վ, սրանք, որ մեկըտ, պատասխան տվեք, սեներներս դուքիշ, անկողինների մեջ նայիր, թե ինչ է ձեզ պինդ չկապելը, դե հիմա կերազեք, իսկ վստահ ես, այո, լավ ես փնտրել, այո մայրիկ, Կյանքիս վերջում պարտադրում եք ինձ խմել այն թույնը, որ ամենադառն եմ իմ օր համար։ Հա, գտար, գտա, որտեղից գտար, Դե գտա էլի։ առանց վախենալու ասա, Մարտիրիոյի անկողնու սավանների տակ։ հա, ճիշտ է, քեզ սպանելը քիչ է սատկած ճանճայ փչացած, ինչ չես խփելու, մայրի, են էլ ոնց եմ խպել, եթե ես թույլ տամ, իսկ ես թույլ չեմ տալու, հերո գնա, Ես ոնց ես խոսում օրդ հետ։ թող մամա, թող խնդրում եմ, Ամոտ, չի էլ ամանչում, արցունք էլ չկա աչկերում, ես չեմ լացելու, որ քեզ հաճույք պատճառեմ, ինչու ես նկար վերցրել, ինչ է չեմ կարող քրոջից հետ կատականել, էլ ուրիշ են չլի ինչիս է պետք, Չէ, չես կարող։ Դու երբեք էլ կատականել չես սիրել։ Այդ ուրիշ բան էր, որ վառվում էր ներսումդ։ Ասա խոստովանի, որ այդպես է։ ծոյնը կտրել ու բերանս բացել մի տուր, թե չէ որ խոսեմ ես տան պատերը
ամոթից իրար վրա կգան։ Չալեզուն սաման չունի։ Ադելա, խելքները լրիվ տացրել եք, երկուսըտ էլ։ Մեզ էլ քարկոցում եք վատ մտքերով։ Կան մարդիկ, որ ուրիշ ավելի շատ վատ բաներ են անում։ Միջև մեր կանում են ու գետն իրենց ստանում են։ Փչած, Ես մեղավոր չեմ, որ Փեպեն Ռոմանոն ինձ է ընտրել։ Հա, քո փոյի համար։ Մայրիկ, ձայներդ, Հողերիդ ու այգիներիդ համար։ լրեք ասում եմ։ Ինչը ճիշտ է։ Տեսնում էի, որ քո թորիկ է մոտերին, բայց չէի կարծում, թե այսքան շուտ կպայթի։ Ս ինչ ատելության թույն կծեցիք իմ սրտին։ Ես 5 շղթա ունեմ ձեզ համար։ Եվ իմ հորս կառուցած այս տունը, որ պատերն անգամ չիմանա, թե ինչ կսկիծ եմ կրում։ Դուրս էստեղից։ Բերնարդը, իշիր, դա է քո պարտականությունը։ Կարող եմ խոսել։ Խոսիր, ափսոս որ լսեցի, երբեք է լավ չի, որ օտար ընտանիքի մեջտեղ է գտնվում։ Եղած է։ Անգուստիասը անմիջապես պիտի պսակվի։ Անգուստիասին պետք է հեռացնել էս տնից։ Նրան չէ, Փեփեին։ Հաբա, Փեփեին է պետք հեռացնել։ Շատ լավ ես մտածել։ Չեմ մտածում։ Բաներ կան, որ չեն կարող և չպիտի մտածվեն, այլ պիտի հրամայվեն։ Ու դու կարծում ես, որ Փեփենը տենց հեշտ էս տնից կգտնվի։ Ինչեր են ասում գլխովդ, լեզի տակինն ասա։ Իհարկե, եթե Փեփեն ամուսնանա Անգուստիասի հետ, Խոսիր, ես քեզ շատ լավ եմ ճանաչում և գիտեմ, որ արդեն դանակը ծրել ես ինձ համար։ երբեք չէի մտածի, որ զգուշացումը կարող է սպանություն համարվել։ Բան ունես զգուշացնելու։ Բերնարդա, ես քեզ չեմ մեղադրում։ Ուղղակի ասում եմ, աչքերդ լայն բացարա ու կտեսնես։ Եվ ինչ կտեսնեմ։ Դու միշտ խելացի ես եղել։ Միշտ էլ կարողացել ես 100 լիգայի վրա մարդկանց հետին մտքերը կարդալ ու չարությունը տեսնել։ Բայց զավակներ են։ Հիմա դու կույր ես նրանց նկատմամբ։ Մարտիրյային նկատի ունես։ Հա, ասենք հենց մարտիրյոյին։ Ինչի էր նկարը վերցրել։ Վերջին հաշվը ինքն էլ ասաց, դա կատակ էր, էլ ուրիշ ինչ կարող է լինել։ Ու դու իսկապես այդպես ես մտածում։ Չեմ մտածում, այդպես էլ կա։ Շի, հասկացանք աղջիկդ է։ Ասենք դիմացի հարևանուհին լիներ։ Այդ ժամանակ ինչ կասեիր։ Ասում եմ, դանակի ծայրը մեջքիս զգալ։ Բերնարդը այստեղ շատ լուրջ բան է կատարվում։ Դու աղջիկներից շատ փակ ես պահել։ Մարտիրոն սիրահարվող է, ինչ ուզում ես արա։ Ինչու, երբ որ Էնրիկե Ումանեսը ուզում էր նրա հետ ամուսնանալ, թույլ չտվեցի։ Ինչու այն գիշեր, երբ որ պետք է գար հետը լուսամուտի մոտ ու խոսեր, դու գրություն ուղարկեցիր, որ չգա։ 1000 անգամ էլ նույն բանը կանեի։ Իմ արյունը չպիտի խառնվի Ումանեսների արյան հետ, քանի դեռ ողջ եմ։ Մամա, թե գորոզն ես։ Գորոզ եմ, որովհետև գորոզանալու բան ունեմ, իսկ դու չունես, քանի որ շատ լավ գիտեմ, թե ինչ ծագում ունես։ Բերնարդը, ես իմ տարիքն արդեն առել եմ ու միշտ էլ երախտապարտ եմ եղել քեզ քո հովանավորության համար։ Չի երևում։ Մարտիրոն կմոռանա դա։ Դե չմոռանա ավելի վատ իր համար։ Չեմ կարծում դա է այստեղ կատարվող մեծ բանը։ Այստեղ ոչ մի բան էլ չի կատարվում։ Այդ դու ես որ կուզեի կատարվել։ Իսկ եթե մի օր էլ կատարվեր, ես քեզ վստահեցնում եմ, որ այս պատերից դուրս չեր գնա։ Ես քո փոխարեն այդքան վստահ չէի լինի։ Գյուղում մարդիկ կան, որ պատերի միջով էլ են տեսնում։ Ինչ կհրջվեի ինձ ու աղջիկներիս սպորտ նկատան ճամփին տեսնելիս։
Ոչ մեկ չգիտի իր կյանքի վերջը։ Ես իմ վերջը գիտեմ աղջիկներինս էլ։ Որ նկատունը, ինչպես գիտենք, արդեն հանգուցյալ մի կնոջ համար էր։ Բերնարդո, մորս հիշատակը հարգիչ։ Դու էլ ինձ մի հարածիր քո չար մտքերով։ Ավելի լավ է ոչ մի բան էլ չխառնվեր։ Հենց հետ էլ պիտի անեիր, գործի տանցիրը սսկվիր։ Դա է աշխատավարձով ապրող մարդու պարտականությունը։ Բայց ախր չի ստացվում է։ Չես կարծում, որ ճիշտ չի, որ Փեփեն Անգուստիասի հետ ամուսնանա։ Օրինակ լավ կլիներ, որ Մարտիրիոյի հետ ամուսնանար, կամ Ադելայի, Ադելան, նա այդ հարմարը։ Չէ, չեմ կարծում։ Ախր շատ դժվար կլինի նրանց հետ պահել իրենց հակումներից։ Ճիշտ չի, որ Փեփեն Անգուստիասի հետ ամուսնանա։ Ում ուզում ես հարցրու, Ադելան է ճիշտը, նա է ճիշտ հարցնացուն։ Միշտ էլ չի, որ ամեն ինչ մեր ուզածով է լինում։ Դուրս ես տալիս, որ գլուխս տանես։ Անգամ եթե վերջին մազերս փոկես, մեծ կորուս չի լինի։ Գիտես, ամենահետաքրքիրը նա է, թե Անգուստիասը չնայած այդ իր տարիքին, այնքան ջերմությամբ է Փեփեին վերաբերվում։ Փեփեն էլ Անգուստիասի նկատմամբ։ Երեկ գիշեր տղաս ժամը 4-ին դաշտերից վերադառնալով եզների հետ տեսել է, որ Փեփեն դեռ քո տան պատոհանների մոտ էր։ Ժամը 4-ին։ Գիշերն անխարավոտյան ժամը 4-ին։ Այո, Սուտ է։ ինձ այդպես են ասել։ Ինչ է կատարվում այստեղ։ Մեկ շաբաթից ավել է, որ Փեփեն ժամը 1-ին է գնում։ Գետինը մտեմ, թե սուտ եմ ասում։ Ես էլ եմ լսել, որ ժամը 4-ին է գնում։ Այստեղ ինչ է կատարվում։ Փողոցի նայող պատուհանի մոտ եք, չէ՞ խոսում։ Չէ, 9 ընջարանի լուսամուտից։ Այդ դեպքում Ինչ է կատարվում։ Ավելի լավ է չիմանաս, բայց դե իհարկե, Փեփե Ռոմանան գիշերը ժամը 4-ին քո տան պատուհանների մոտ էր։ Իսկ դու հաստատ գիտես։ Դες կյանքում ոչ մի բան հաստատ չգիտի։ Մայրիկ մի լսի կոնսեն, նավես բոլորիս ուս մեղ կորցանել։ Ես գիտեմ, թե ոնց կիմանամ։ Եթե գյուղի մարդիկ ուզում են կեծ վկայություններ տան մեր համար, իմ անդրդվել միջանը կհանդիպեն։ Էլ չխոսենք սրա մասին։ Երբեմն մարդիկ ցեխի ալիք են բարձրացնում մեզ կործանելու համար։ Մայրիկ, ես սուտ խոսել չեմ սիրում։ Երևի չիմանանք ճշմարտությունը։ Այստեղ ոչ մի բան էլ չի պատահել։ Ես ծնվել եմ աչքերս բաց պահելու համար ու մինչև մեռնել ես կհսկեմ առանց աչք փակելու։ Բայց ես իրավունք ունեմ իմանալու։ Դու միայն հնազանդվելու իրավունք ունես։ Ոչ ոք չի կարող իմ կրակին յուղեցնել։ Դու քո տնային աշխատանքները զբաղվի։ Այստեղ առանց իմ իմանալու այլևս ոչ մի բան չի պատահելու։ Ուղոցի ծայրին մարդիկ են հավաքվել ու բոլոր հարևանները կանգնել են դարպասի մոտ։ Շուքնատես ինչ ա եղել։ Դուր! Ես գիտեի, որ դուք այնպեսին եք, որ ամեն տեսակ խայտարակության համար կվազեք պատոհանների մոտ կայելու։ Դուք ձեր սենյակները իսկ եթե սքի մեջ լինել։ Շնորհակալ եղեք, որ լեզու սատաններից տակ պահեցի։ Ես էլ կարող եմ խոսել։ Եվ ինչ էիր ասելու։ Ասելն ու անելը տարբեր բաներ են, Ադելա։ Հաջողում այն կինը, որը ուզում է եւ առաջ է մնում։ Ես դու ցանկացար, բայց չկարողացար։ Երկար չես շատ։ Փեփեն յովին իմն է։ Բխոլեմ փոքրից։ Հանգիստ թույն համար գնա։ Դա չի լինելու։
Նա ինձ ուզում է ինձ տուն տանել։ Տեսա ոնց է քեզ գտնում։ Ես չի ուզում։ Բայց կարծես ինձ բաները։ Ապելավան մերնես քան Պեպեին է լինես։ Բերնարդա! 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 Իզրադայի աղջիկ եմ, փոքր է չամուսնացածը, ինչ-որ անհայտ մեկից երեխա է ունեցել։ Հայ, և իրա մեղքը թաքցնելու համար սպանել էր երեխային և թաքցրել քարերի տակ, բայց մի քանի շուն, որ շատ մարտարարածներից ավելի մեծ սիրտ ունեն, գտել են այդ երեխային և կարծես Աստծո ձեռքով տարել դրել հենց ես տաշեմին։ Հիմա նրան ուզում են սպանեն։ Տղամարդիկ սարից վազևազ գալիս եմ, որպիսի նրան սպանեն ու փողոցով քաշ են տալիս նրան, սպանելու են նրան, սպանելու։ Թող կան, թող ճիպոտներով ծեծեն նրան, ու վահակներով սպանեն, Չէ, թող չսպանեն մեղք է։ թող հատուցի նա, ովի պատիվն է տրորում, թող սպանեն նրան, եկեք մենք էլ գնանք տեսնենք։ Չէ, մեղք է։ Գոնե դուք մի գնացեք։ Սարսացրեք նրան
անիծյալ լինեն այն սև աչքերը, որոնք տեսան դա, անիծյալ լինի տախոր սիրտը, որ ուզում էր այրվել կրակի մեջ, սերը անհետանում է, ինչպես Շատ երկար մնացի։ Մնա, 1000-ից մեկ ենք հանդիպում։ Վերջին աղոթքի զանգերը խփել են արդեն։ Դեռ չէ։ Ամուսինդ ո՞նց է։ Նույնը։ Նրան էլ չեմ տեսնում։ Դե գիտես նրա սովորությունները։ Այն ժամանակվանից, ինչ ժառանգության համար գրվել է եղբայրների հետ, տան դռնից դուրս չի գալիս։ Ելերան է դնում ու թռչում գոմի բադի վրայով։ Իսկական տղամարդ է։ Աղջկա թե ո՞նց է։ Չի ներում նրան։ Լավ է անում։ Չգիտեմ ալ ինչ ասեմ, սիրտս ցավում է դրա համար։ Այն դուստրը, որ չի լսում, թշնամի է դառնում։ Դադարում է դուստ լինելուց։ Ալ չեմ փորձում միջամտել, ինչ լինում է թող լինի։ Ուր ես գնում։ Ջուր խմեմ։ Միակ մխիթ հարանքս եկեղեցում բալիսպարվելն է, բայց քանի որ դեսողությունս գործնում եմ, այլևս եկեղեցի չի գնամ, որ հանգած չար երեխաները գլխիս խաղեր չխաղան։ Էս ինչ է։ Ցնտելացած որց ձին, վերել ենք սերելու համար, կապված է գոմում ու սմբակներով խփում է պատերին։ Երկար մարելով կապեց նրան թողեք դուրս գա։ Շոքում է երևի։ Նոր մադամները թողնելու մոդա։ Լուսաբացին։ Հաջողեցի լավ նախից սերեցնել։ Մեծ նեղությունների ու ծախսերի գնով։ Տարածաշրջանի ամենալավ ձիերն են։ Ափսոս կինը ընկել էր։ Մի քիչ բանիրում ներջ չես ուծի։ Խոժակ չունեմ։ Վայ, սիրտս կանգնեց։ Նույնիսկ ներսս դմդմաց։ 1000 անգամ պիտի նույն բանն ասեմ, բաց թողեք նրան, թողեք ծողոտի կույտերի մեջ թավալ կա, մատակներին ախորում կապեք, նրան թողեք դուրս կա, թե չէ պատերը կքանդի։ Այս ինչ կյանք է ով։ Տղամարդու պես գրի պիտակ։ Էլ մի ասա, Իսկ անգուստիասը երբ է ամուսնանում։ 3 օրից ուզելու են գալու։ Գնամ պարոն Ագարսյան վախորից տանեմ ձերի կապեն։ Անգուստիաս, գոես երևի։ Իհարկե։ Ախ, պես աղը թափեցի։ Ոչինչ, դու ասացից հետ ավելի վատ չես։ Բայց միշտ վաղ նշան է։ Դեշ տղեք, Մադանին նվիրել է արդեն։ Սա է, տեսեք։ Հրաշալի է։ Մարգարիտ։ Իմ ժամանակ Մարգարիտը արցունք էր նշանակում։ Բայց հիմա շատ բան է փոխվել։ Ոչ մի բան էլ չի փոխվել։ Իրերը միշտ էլ նույն բան են նշանակել։ Նշանի մակալի պետք է ադամանդից լինի։ Ադամանդն ավելի տեղին է։ Մարգարիտով թե ադամանդով ամեն ինչ մարդուց է կախված։ Կամ էլ աստու կամքից։ Լսել եմ, որ օժիտի գահույկը հրաշալի է։ 16000 ռեալ եմ ծախսել։
Ամենալավը հայելիով պահարանն է։ Երբեք այդպեսի կահույք չեմ տեսել։ Իմ առաջին ամուսնության միակ կահույքը մի սնդուկ էր։ Կահույքն է այնքան կարևոր չէ, եթե համերաշխ եւ խաղաղ ամուսնական կյանք ունենաս։ Որ երբեք հաստատ չես կարող իմանալ։ Պատճառ չկա որ չլինի։ Վերջին աղոթքի զանգերն են։ Հետո կգամ, որ օժի դտա ցույց տաս։ Բարի գիշեր։ Այդե, ընտրեցինք։ Ես էլ գնամ մի քիչ ոտերս ազատվեն ամստանամ։ Ես էլ եմ հետը գալիս, ես էլ, Մի վախեցեք չեմ կորչի։ բայց գիշերը լավ է մենակ չլինել։ Քեզ ասել եմ, չէ՞, Մարտիրիոյի հետ խոսես։ Նկարի հետ պատահածը միայն կատակ է, դու պիտի մոռանաս։ Ախր դու էլ գիտես, որ Մարտիոնիչ չի սիրում։ Ամեն մարդու ներքին մտքերը իր գործն է։ Ես չգիտեմ ձեր սրտերում ինչ է անցնում դառնում։ Չեմ էլ ուզում իմանալ, բայց ուզում եմ, որ արտաքին պատշաճությունը եւ ընտանեկան ներդաշնակությունը պահպանվեն։ Հասկանում ես։ Այո։ Դե վերջ ուրեմն։ Մանավանդ որ շուտով գնալու ես այստեղից։ Արդեն հազիվ եմ համբերում։ Անցյալ գիշեր, երբ վերջացրի խոսելը Փեթերի հետ։ 11 անց դες։ Ինչ ասում Փեթե։ Ինձ թրված է թվում, հետս խոսելիս միշտ կարծես ուրիշ բանի մասին է մտածում։ Եվ հարցում թե ինչա պատել, ասում է տղամարդիկս մեր մտահոգություններ ունեն։ Չպիտի հարցնես։ Իսկ երբ ամուսնանաս առավել ևս։ Նայիր, երբ նա է նայում, խոսիր, երբ նա քեզ հետ խոսում է։ Այդպիսով անախորժություններ չեն լինի։ Ինձ թվում է, Մարիկ, թե շատ բաներ է ինձնից թաքցնում։ Չփորձես իմանալ, չհարցնես։ Եվ իհարկե, երբեք իր մոտ լաց չլինես։ Ախր պիտի ուրախ լինեի, բայց ուրախ չեմ։ Ոչինչ։ Հաճախ շատ ուշադիր նայում եմ Փեփեին, ինձ թվում է անհետանում է։ Դա մարդու մարմնի տկարությունից է։ Յանի է տեսնում է։ Ես գիշեր գալու է։ Չէ, մոր Մարիան քաղաք է գնացել։ Ուրեմն շուտ կպարկենք։ Մագդալենա, Քնած է։ Ես ինչ մուր գիշեր է, Բան չի երևում երկու քայլի վրա։ ինչ շատ լավ գիշեր է։ Գողերի ու թաքստոց կարիք ունեցողների համար։ Ցեղական ծին դաշտի մեջտեղում կանգնած էր։ Սպիտակ։ Երկու անգամ ավելի մեծ էր երևում մտության մեջ։ ճիշտ է, վախենալու է, ոնց որ տեսիր քնիներ։ Աստղերը այնքան սիրուն են երկնքում։ Հանդելան այնպես էր նայում աստղերին, որ քիչ էր մնում վիզը ջախ տվեր։ Ինչու դու չես սիրում աստղերին։ Տանիքից վեր ինչ-որ կատարվում է, ինձ բացարձակ չի հետաքրքրում։ Ինձ լի բավական ինչ-որ այս սենյակներում է կատարվում։ Ճիշտ է, քո ապրածն ու իմացածն հենց դա է։ Իրենը, քոնը։ Մարի գիշեր։ Արդեն գնում ես քնելու։ Հա, այս գիշեր Փեփեն չի գալու։ Մայրիկ, երբ աստղ են գնում կամ կայծակ է փայլում, ինչու են ասում օրհնյալ է Սուրբ Վարվարա։ Հին ժամանակ մարդիկ շատ բաներ գիտեն եւ ասում են երևի վատ դեպք է պատահել։ Իսկ մենք մոռացրենք այդ բաները։ Ես փակում եմ աչքերս, որ ընկնող աստղերը չտեսնեմ։ Իսկ ես սիրում եմ նայել, թե ոնց է 1000 տարի վառվող աստղը ընկնում հանկարծ։ Բայց այդպես բաները մեզ հետ բացարձակ կապ չունեն։ Եվ ավելի լավ է չմտածել դրանց մասին։ Այնքան կուզեի դաշտերում պարկեի ես հովին։ Բայց պիտի պարկենք։ Մագդալենա, Առաջին երազն է տեսնում։ Մագդալենա, Հանգիստ թողեք ինձ։ հայդե, անկողին։ Մարդու հանգիստ։ Բարի գիշեր։ Դուք եք գնաց։ Այդ ոնց եղավ, որ այս գիշեր անգուստիասի փեսացուն չի գալու։
Ճամփորդության է գնացել։ Իսկապես։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Դեռ պարկած չես։ Այս լրությունն եմ վայելում։ Եվ որ էլ նայում եմ, ասածդ մեծ բանը չեմ տեսնում։ Բեռնարդը արի չխոսենք հա դրա մասին։ Այս տանը գաղտնիք չկա։ Իմ հսկողությունն ամենակարող է։ Արտակուստ այդպես է։ Աղջիկներդ կարծես պահարանում ապրեն, բայց ոչ մեկ չգիտի, թե ինչ է կատարում նրանց կրծքի տակ։ Իմ աղջիկները հանգիստ են շնչում։ Շատ լավ, դու ես նրանց մայրը։ Իսկ ես ընդհանրապես հավաքարար եմ։ Օհ, հիմա ինչ սուսիկ-փուսիկ ես դարել, էլ չես խոսելու։ Ոչ, ուղղակի իմ տեղը գիտեմ եւ հանգիստ։ Իրականում ասելիք չունես։ Եթե այս տանը խոտ լիներ, արդեն հարևանների ոչխարներին արածելու վերած լինեիր։ Բեռնարդա, ես ավելի շատ բան գիտեմ, քան դու պատկերացնում ես։ Դեռ տղաներդ Փեփեին տեսնում են այստեղ առավոտ ժամը 4-ի կողմերը, դեռ այդ երկար բարակ հեքիաթները հորինում են մեր տան մասին։ Չէ, ոչ մի բան էլ չի ասում։ Որովհետև չեն կարող։ Որովհետև կրծելու միս չկա, իմ հսկողության շնորհիվ։ Բեռնարդա, ես լռում եմ, որովհետև վախենում եմ քո մտադրություններից։ Բայց մի ամպրոկ կպայթի ու մի արյունոտ հարված կծակի այդ քո սառը սիրտը։ Այստեղ ոչինչ էլ չի կատարվի։ Ես արդեն զգուշ եմ, որ քո զգուշացումները չիրականանան։ Ավելի լավ քեզ համար։ Իհարկե։ Ապսներն արդեն լվացի, ուրիշ բան կրամեյեք, Բեռնարդը։ Չէ, այսօր շուտ եմ պարկել։ Առավոտյան երբ պատնացնեմ։ Ոչ մի ժամի, այսօր երկար եմ գնեցել։ Երբ մարդ կրակը չի կարող հանցնել, շրջվում է մեջքով, որ չտեսնի։ Այնքան հպարտ է, որ այնց ինքն է ծակտում իր աչքերը։ Ես էլ ոչինչ չեմ կարող անել։ Ինչ կարող էի անել, արեցի։ Ինչ կարող էի ասել, ասեցի։ Բեռնարդան թվում է, թե ոչ ոք չի կարող իր հախից գալ, էլ չգիտի տղամարդը ինչ ուժ ունի տան մնացած կանանց մեջ։ Լսում ես ինչ լրություն է, բայց փոթորիկ կա ամեն սենյակում։ Ու եթե այդ փոթորիկը պայթեց, բոլորիս էստեղ կսրբի ու կտանի։ Իսկ մեղավորը մենակ Փեփեն չի։ Հա, իհարկե, անցյալ տարի աչք էր դրել Ադելայի վրա, նա այդ խելքը թռցրել էր Փեփեի համար, բայց ախր Ադելան պետք է որ զսպեր իրեն եւ չբորբոքեր Փեփեին։ Տղամարդը տղամարդ է մնում ամեն դեպքում։ Մեկը կա, որ կարծում է, թե Փեփեն գիշերները հաճախ է խոսել Ադելայի հետ։ Ճիշտ է կարծում։ Ուրիշ բաներ են։ Չգիտեմ ինչ է լինելու այստեղ։ Ախ, ուզեի ծովն անցնել ու հեռու ենել ես կռվատնից։ Բեռնարդան իհարկե, փորձում է ամեն ինչ անել, արագացնում է այս հարսանիքը, բայց բանը բանից արդեն անցել է։ Ադելան վճռականորեն տրամադրված է անել այն, ինչ որոշել է, բայց ոչինչ թափում չի մնա։ Ուրիշները շատ ուշադիր հետևում են։ Մարտիրյան է։ Հատկապես Մարտիրյան։ Իսկ կթույնի հոր։ Տեսնում է, որ Փեփեն նրան չի ուզում, ուրեմն փորձելու է խորտակել աշխարհը։ Ախ, Ինչ չար են։ անազատ, անտղամարդ կանայք են ընդամենը։
նման հարցերում արուններ եմ մոռացնում։ Ինչ է եղել։ Շներն են հաճում։ Երևի մեկը հարցից մեր սոտել։ Եկա կրկում եմ։ Գնացի ահացա ծարավից եկա դուք։ Ոտուք ինչ չեք։ Գնում ենք արդեն։ Գնանք գնենք։ Բեռնարդոն ամբողջ օրը ինձ հանդիստ չի տալիս։ Գնանք։ Շները գլշվել են։ Ես գիշեր մեզ չեն թողնելու քնենք։ Իմ սիրուն գարնոց բալի։ Ալի գնանք ծովա, մրջունը կկամինի կոդրանը, ես էլ կես ծիծու հաց կտամ, Բերնարդան, Հանց, Հովաս, Մագդանելա, Բոլենի, ախ իմ սիրուն գարնոց բալի։ Իմ գարնոց բալի, ալի գնանք, դարբասի մոտ գնանք Բեթլեհեմ, դու չես, ոչ եք դու, չենք ուզում քնել, գնանք դարբասի մոտ գնանք Բեթլեհեմ, գբացվի մեր առաջ, դռները փակ, դու մենք կանցնենք լողափին կանցնենք, Մարջանե խրճիթը պակ, իմ սիրուն գարնուկ բալիկ, գնանք, իմ սիրուն գարնուկ, թե սոված ես հաց տամ քեզ, թե ծարավ ես, ջուր տամ քեզ, բայու ասեմ, որ քնես, մեծանաս ու ինձ պահես, իմ գարնուկ բալիկ, գնանք, Տատի, ինչ ես անում էստեղ։ ով ես դու, դուրը կբաց ես, Այլ գնանք պարկենք։ հախել եմ ես, ով ես դու, Տատի, այլ գնանք պարկենք։ Մարտիրիոն, դու Մարտիրիոն ես դու, ես արդեն տեսնում եմ, Մարտիրոսած Մարտիրիոն ես դու, բայց երբ ես երեխա ունենալու, ես արդեն սրան ունեցել եմ, Տատի, որտեղից ես ոչխարը։ ճիշտ է, սա ոչխար է, բայց ով է ասել, որ ոչխարը չի կարող երեխա լինի, ավելի լավ է ոչխար ունենաս, քան ոչինչ, Տատի, արդեն ուշ է, այլ գնանք պարկենք։ ես երեխաներ սպիտակ մազեր կունենա, ինքն էլ երեխա կունենա, և անձամի ուրիշներ, և բոլորը սպիտակ մազերով կդինեն, ջերմակ մազերով բոլորս միասին ծովի ալիքների պես կնստենք և բոլորս փրփուր կդառնանք, փրփուր, և ինչու այստեղ փրփուր չկա, ինչու այստեղ փրփուր չկա, այստեղ բոլորը սքաշալեր են, Տատի, կամաց խոսա, այլ գնանք պարկենք։ Հարևանուհիս, երբ որ երեխաներ ունենում, չէ հարևանուհիս, ճիշտ է, այստեղ շատ մութ է, այստեղ շատ մութ է, ինչ է, կարծում ես սպիտակ են մազերս, ես չեմ կարող երեխա ունենալ, ես շատ երեխաներ ունեմ, շատ, և բոլորը ջերմակ մազերով, հարևանուհիս, երեխա ունենում, ես ինձ համար շոկոլադ էի տանում, ինքն էլ ինձ համար էր բերում, և միշտ և այդպես շարունակ, իսկ քո հարևանուհին չի գա քեզ տեսության, ես կգամ, բայց ես վախենում եմ, որ շները ինձ կծեն, դու ինձ հետ կգաս, այ բույց գնանք դուրս, Այլ գնանք պարկենք, ես շատ եմ սիրում, այգիտ շատ եմ սիրում, և ես սիրում եմ բաց տներ, շատ բաց տներ, որ հարևանուհիներս իրենց բստլիկների հետ միասին են գողնում պարկած, իսկ տղամարդիկ դրսում աթոռների վրա նստած։ Այլ գնանք պարկենք։ Փերոմանոն
Romanın ajdaha է, ajdaha, եւ դուք բոլորը իրեն սիրում եք։ Նա դες բում ուտի։ Որովհետև դուք ծորենի հատիկ եք, չէ՞, ծորենի հատիկ եք, դուք alles zu gorդ եք։ Alles zu gord։ Հա, էլի կբացեմ դուրը։ Հա, կբացես դուրը։ Հա, չի գորդի, գնամ ծուղը։ Գնամ ծուղը, քեզ անցա։ Գնամ։ Ադելա։ Ինչպես ինձ հետևում։ Թող եք մարդուն։ Բայց դու ես որ ինձ հրամաններ ես տալիս։ Դա չի արժանապատիվ կնոջ տեղը։ Եվ ինչքան դուք ուզեիք լինեիր այստեղ։ Եկել է խոսելու ժամանակը, այլևս չեմ լռելու։ Սա դեռ սկիզբն է։ Ես ուժ կտամ մեջ առաջ գնալու։ Կտամ ժառանգություն, քաջություն, որը դու չունես։ Այդ անսիրտ մարդ ուրիշի համար էր եկել։ Դու կտրել ես նրա ճամփան։ Հողի համար էր եկել։ Բայց աչքը միշտ իմ վրա էր։ Մահս եմ տեսել ես տանիքի տակ։ Եվ դուրս եմ եկել հետ վերցնել, այն ինչ իմն է, ինձ է պատկանում։ Ես չեմ թողի, որ խլես Անգուստիասից։ Նա պետք է իր հետ ամուսնանա։ Ինձից լավ գիտես, որ չի սիրում նրան։ Գիտեմ։ Գիտես, որովհետև տեսել ես, որ ինձ է սիրում։ Այո։ Ինձ է սիրում, ինձ։ Դանակը սիրտս խորիր, բայց ալևս այդ խոսքերը մի ասա։ Դրա համար ես ջանում, որ իր մոտ չգնամ։ Ես համար մեկ է, որ նա կգրկի, մեկի ու նա չի սիրում։ Ինձ համար է, թեկուզ 100 տարի Անգուստիասի հետ լինի, բայց երբ ինձ է գրկում, այդ դա է խաղոտ քեզ համար, որովհետև դու էլ ես սիրում նրան։ Սիրում ես։ Հա! Թող ասեմ առանց թաքցնելու։ Թող սիրտս նրան պես դրանությունից կտոր լինի։ Ես սիրում եմ Պետր Ռոմանոյին։ Ողտիրո, ես մեղավոր չեմ։ Չփնես ինձ։ Չփորձես ինձ հանգստացնել կամ համոզել։ Դու այլևս ինձ քուլ չես կարող լինել։ Մենք այլևս նույն առնից չենք։ Դու մի օտարական կին ես ինձ համար։ Ոչ մի ճար չկա։ Ով որ պիտի զգացմունքները խեղդի, թող խեղդի ուրեմն։ Պետր Ռոմանն իմն է լինելու։ Նա ինձ գիտապի և դուտ է տա։ Դա չի լինելու։ Այն ժամանակվան ինձ համբյուրել եմ նրա շուրթերը։ Էլ չեմ դիմանում ես տան սարսափին։ Կլինեմ այն ինչ նա կամենա։ Թող ամբողջ գյուղն դեմ դուրս գա։ Վառեն ինձ իրենց կրակոտ մատներով։ Հալացեն ինձ նրանք, ովքեր իրենց պարկեշն են համարում։ Իսկ ես բոլորի առաջ ճակատիս կդնեմ այն փշեպսակը, որ ամեն կին կրում է և սիրում է ամուսնացած տղամարդու։ Ձայնդ կտրայինիշ։ Հա, արի գնանք քնենք։ Թողնենք, որ Անգուստիասի հետ ամուսնանան։ Բայց ես մի մենավոր տնակ կգնամ, որտեղ նա ինձ մոտ կգա և սիրտ կամենա։ Դա չի լինելու, քանի դեռ ես մի կաթիլանում ունենամ երակներիս մեջ։ Ոչ թե քեզ, որ թույլ ես, այլ խտնած դյուրն էլ կարող եմ մի ճղթով ծնկի բերել։ Չբարձրացնես ինձ հունից անամ ձայնդ։ Այդ է սիրտս չարությունով լծված է ակամայից հենց ինձ է խեղդում։ Մեզ սովորեցնում են սիրել քույրերին։ Աստված ինձ մենակ է թողել մոտության մեջ։ Կարծես առաջին անգամ եմ քեզ տեսնում։ Ուր ես գնում։ Հեռացիր դռնից։ Անցիր թե կարող ես։ Կոմ քաշվի։ Մայրիկ։ Թայ։ Սուս, բավական է, բա մերկ չեմ ես։ Յանի մի կայծակ ունենայի ձերքիս։ Պետր Ռոմանոյի հետ էր։ Դա կապեշերի նա ամբողջը խոտի մեջ են մազեն էր հետը։ Դա թե չացածների անկողին է։ Էստե
Հրացանը, ուր է հրացանը։ Մացին։ Հրացանը։ Կապի նրան։ Դե ոչինչ չի կարող արնել։ Այստեղից դուրս չես գալու։ Ծավաճան, գող, մեր տեղ հայտարարություն։ Թող գնա, որ այլևս երբեք նրան չտեսնենք։ Այդպես կպատժվեն այլասերվածները։ Այդ են Փեփե Ռոմանոյի վերջը։ Փեպե! Փեպե! Սպանեցիր նրա։ Ես մեղավոր չեմ։ Դինս է փախավ։ Կանայք լավ նշան բռնել չգիտեն։ Բա ինչու ասացիր, որ վերջն եկավ։ Մենք կարծեցինք, թե սպանվել է։ Հենց Ադելայի համար։ Լավ արյան գետ թափեցի գլխին։ Հիմա Ադելան կմտածի։ Ադելա! Խամից վես դու։ Դիվահար է ստացել, Մարտիրյո։ Շատ էլ լավ է արել, այսպես ավելի լավ է։ Ադելա! 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 Դուրը բաց արա, Ադելա! Ադելա դուրը բաց արա չկարծես պատերը քեզ կպաշտպանեն աղոթից։ Հարևանները վեր են կացել։ Ադելա դուրը բաց արա թե չի չախտեն դուրը։ Մուջ բեր։ Աստված հեռու պահի մամայից։ Բերնարդա! Ես չեմ։ Ռոմանա, ողջ առաջ ջիուտ վրա նստած, սլանում ես մութ կուրակներով, բայց կանգնես մի օր։ Իջեցրեք նրան պարանից, դուստրը կույս մերով, տարեք իր սենյակները կույս օրիորդի նման աղցրեք, ոչ մեկին, ոչ մի խոսք, նա կույս մերով, տեսեք, լուսաբացին մահվան կոչնակ խփեն, Երջանիկ է նա, որ Փեփեն իրեն մեղել։ ես լացուկոց չեմ ուզում, ուղիղ պիտի նայել մահվան երեսին, լրի, ձայնդ ասացի, լաց կլինես երբ մենակ ես, բոլորս կթաղվենք ծանր սուքի մեջ, Բերնարդո